Արարատի մարզի Մղչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ 4 ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի 2 երեխաների ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով ըստ նախնական տեղեկությունների կախվածություն առաջացրել։ Հետո ստիպել են, որ տնից գումար բերեն։ Ազատության հետ զրույցում մղչյանցիներն են սա պատմել։ Անանուն մնալու պայմանով այս լուրը նաև մամուլում է արդեն տարածվել։ Քննչական կոմիտեն ոչ միայն չի հերքել այս մանրամասներն, ավելին հայտարարել է 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Երկուսի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական վարչական հսկողություն, մեկը տնային կալանքում է, մյուսին էլ ձերբակալելու որոշում կա։ Տուժողներն ու մեղադրյալները տոքսիկա-քիմիական փորձաքննություն պետք է անցնեն։ Միայն դրանից հետո իրավապահները կասեն՝ դա թմրանյութ է եղել թե ոչ։ Այսօր դպրոց մտնող ծնողները հուզված էին, լարված ու անհանգիստ։ Սարսափ։ Երեխաներին ուղարկում ենք դպրոց, դպրոցը լինի դպրոցի նման, որ չգիտենք, որ ասում է, ուղարկում ես դպրոց, երեխային արդեն ինչեր ես լսում, չգիտես։ Դուք ինչ պահանջ ունեք դպրոցից կամ ինչ անհանգստություն ունեք։ Դե անհանգստությունը մեծ է, երեխեքի հետ կապված, գիտեք, ինձ թվում է։ Պանիկա է, դա սաղսը գիտենք, սաղսը մտավախություն ունենք, բոլորս էլ երեխեք ունենք, դա անելու բան չի, դա հարգի բան չի, դա անշնորհքություն է, որ ընտանիքի երեխան էլ ուզում է լինի։ Հիմա թողել մարդիկ հասկանան, ապացույց տնան ինչ է։ Բողոքի չունեմ դպրոցից մի երկու դիմացիան պատճառով։ Ծնողների հետ հանդիպման էր եկել մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը, չբացառեց, որ տնօրենը գուցե ազատվի աշխատանքից, բայց նաև ասաց, ծնողների մեծ մասն իրենց հակառակն են խնդրել։ Թերացել է որևիցե մեկը իր աշխատանքի մեջ շատ կարճ ժամանակ, երևակայի մինչև 2 շաբթի, արդեն իսկ դուք ինքներդ էլ կլսեք։ Այսինքն պատրաստում եք տնօրենի աշխատանքից ազատել, այդ հարցը քննարկման փուլում է։ Կարող է նաև լինել նմանատիպ բան, տնօրենի ազատման հարց լինի։ Վարչության թերացումը կա այստեղ, որ ոչ բավարար հսկողություն է եղել։ Որևիցե մեկի թերացումը կա։ Կլինի վարչության թերացումը, կպատժվի վարչության պետը։ Տարածված այս պատմությունը ցնցել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, դպրոցը մարզպետարանի ենթակայությամբ է գործում։ Դեպքը այնքան սարսափելի է, մարդու լեզուն էլ չի պատտվում բան խոսա, էլի։ Ես sense բան երբեք չենք մտածել, ոչ ոք չի մտածել, ոչ էլ պատկերացրել է։ Արձագանքը կտեսնեք, այս հարցը այսպես չենք թողելու։ Իրավապահներից բացի դպրոցում անելիք ունենք նաև մենք, այսօր ասել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը։ Դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ եւ ինչքանով որողակն է իր տեղում եղել եւ ճիշտ արձագանքել, որտեւ նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի 2023-ի տվյալներով Հայաստանում հաշվառված են թմրանյութեր օգտագործող մոտ 8000 մարդ, որոնցից 13-ը 18 տարեկան են եղել, 7-ը անչափահասներ։ Վերջին 1 տարում թմրանյութի ապօրինի շրջանառության մեղադրանքով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան, իսկ 18-ից 23 թվականներին, այսինքն 5 տարիների ընթացքում այդ թիվը 36 էր։ Տարիներ առաջ վարչապետ Փաշինյանն էր ասել, ազգային անվտանգության հարց է սա։ Թմրամիջոցների գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-ից 27 թվականների ռազմավարական ծրագիրը վերջերս վարչապետի սեղանին է դրվել, դեռ քննարկվում է։ Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը, որ այս ոլորտում է ավելի քան 10 տարի, ասում է Հայաստանում բացատրական աշխատանքների խնդիր կա։ Առողջապահական համակարգ ունեցող երկրում թմրամիջոցների կանխարգելման լավագույն եղանակը համարվում է բավարար գիտելիքների տրամադրում եւ առողջ կենսակերպի ձևավորումը։ Թմրաբան Նազինյանը խորհուրդ է տալիս ծնողներին, ուսուցիչներին ուշադիր լինել երեխաների վարքին։ Եթե գերակտիվ են, նյարդային շարժումներ ունեն, քնի ու ախորժակի խանգարումներ եք նկատում, ուրեմն առաջին նշաններն արդեն կան, մասնագետներին դիմեք։ Ծնողներն ու գյուղացիներն Ազատության հետ զրույցում ասում էին, թե շատ են լսում, որ աշխարհի ոչ մի երկիր 100%-ով չի հաղթահարել այս խնդիրը, բայց հարցնում են, եթե այդ չարիքն արդեն դպրոցներ է մտել, ուրեմն նախ դրա Հայաստան մտնելու ճանապարհները պետք է փակվեն։ 20 տարուց ավելի թմրանյութ օգտագործող մեր զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, հատկապես անչափահասներին ու երիտասարդներին է դիմում, մեկ անգամ փորձելով հավերժ կկործանեք ձեզ, չեք էլ պատկերացնում, թե ինչ ցավեր եք ունենալու։ Դրանք չեն բուժվում, դրանք ձեզ սպանելու են։ Կկորցնեն ընկերներ, կկորցնեն հարազատ մարդիկ, կկորցնեն իրանք իրանց։ Մի անգամվա օգտագործելը կարա հենց ճակատագրական լինի, ոչ մեկ չպատկերացնի, որ եթե ինքը օգտագործում է, ինքը կողքինից լավն է, ընդհակառակը։ Կգա ժամանակ, որ ինքը կհասկանա, որ ինքը այնպես բանի մեջ է, որ դրանից շատ հնարավոր չի դուրս գալ, կամ մահանում են, կամ բանտում են հայտնվում։
Կախվածությունների ազգային կենտրոնը 2024-ին պետք է 16 տարեկանների շրջանում հետազոտություններ անցկացներ հարցաշարերի միջոցով։ Ըստ Նազինյանի դա կպարզեր, թե ինչ է կատարվում դպրոցներում։ Նախկին տնօրենի խոսքով առողջապահության նախարարությունը պետք է դա նախաձեռներ, բայց չի արել։